Ողջույն սիրելի երևանցիներ, ինձ համար մեծ հպարտություն է այսօր ելույթ ունենալ հենց ձեր համայնքում, ամենաարժանապատիվ, համախմբված, կազմակերպված և իմ կողմից շատ հոգեհարազատ ձեր համայնքում։ Ես հայուհի եմ, ես ծնվել եմ այս հողում, ես այս հողում երեխա եմ ծնել, ու այսօր ես իմ երեխայիս և իմ ընտանիքի կյանքը փակ աչքերով վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ ապացուցել է գործով և ճգնաժամային իրավիճակներում օգնել է մեզ դուրս գալ հաղթահարել տարբեր իրավիճակներ։ Այդ ես եմ այն ականատես վկան, որ շրջելով գյուղերից գյուղ, քաղաքներից քաղաք տեսնում եմ և նկարահանում ենք, թե ինչեր է արել պարոն նախագահը իր կառավարման 10 տարիների ընթացքում։ 8500 բնակարան Աղետի գոտում, կամուրջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ճանապարհներ, այդ ամենը նա արել է մեզ համար։ Մարդիկ ասում են, այսքան բան արել այդ մարդը, ինչի չեք խոսում այդ մասին։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը գործ է արել, նա արել է մեր կոմֆորտի, մեր երջանկության համար, նա արել է իր սահմանադրական պարտականությունները։ Իսկ դուք ինչ եք խոսում, Նիկոլը ինչ է արել, ասֆալտ։ Այո, ես գնացի այդ ասֆալտի վրայով, այդ ասֆալտը ինձ տարավ նրա կառուցած ու մեծացրած գերեզմանատները բոլոր համայնքներում։ Ես ցավով եմ ասում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք ճգնաժամային մի իրավիճակում։ Այն ատելությունը, որ սերմանված է մեր մեջ, այն պառակտումը, որ սերմանվել է մեր մեջ, դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ զենքն է այսօր։ Ինքը հանդիսանալով Ալիևի զենքը, իր խեղճ, ամենաթշվառ, ամենախոցված, ամենաշատը իրեն հավատացող այդ ժողովրդին, որ իր հետևից տանում է ենթարկելով ծաղր ու ծանակի, ես ամենաշատն եմ խղճում այդ մարդկանց։ Նիկոլ, դու իրավունք չունես խաղալ մեր արժանապատվության հետ, դու ծնկած ես, դու չես կարող ես ազգին ծնկի իջացնել, արի նայես մարդկանց արժանապատիվ կեցվածքներին, դու ոնց կարող ես այս հայր մայրերին ծնկի բերել, մենք այդ առյուծ մայրերս ենք ծնել են բոլոր հերոսներին, ում արձանների մոտ այսօր դու գնում ես, կռանում ես, բայց մենք մոռանում ենք, որ մեր մեջ կան ողջ հերոսներ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, արի կռացի նրա առջև, արժանապատվական պայքարում Ռոբերտ Քոչարյանի դերը եղել է ամենաառանցքայիններից մեկը։ Սիրելի հայ մայրեր, իմ վերջին խոսքը ուղղում եմ ձեզ։ Այսօր մեր երեխաների կյանքը, նրանց ֆիզիկական գոյությունը կախված է մեր ընտրությունից։ 18, 19, 20 թվականներին մենք տեսանք ինչպես Նիկոլ Փաշինյանի գերագույն գլխավոր հրամանատարության ժամանակ ինչ ճակատագրի արժանացան մեր որդիները։ Նրանց արյունով ողողված է այսօր Արցախի հողը, այդ հողում ոչ մեկ երջանիկ չի ապրելու։ Խնդրում եմ ճիշտ ընտրություն կատարեք, մենք չունենք երկրորդ շանս, կես սխալ քայլ ու մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար խնդրում եմ ձեզ, գնալով ընտրատեղամաս, մտնելով այդ խցիկի մեջ, լսեք ձեր մայրական այն բնազդին ու բնազդաբար, դուք ձեր երեխեքի կյանքը վստահեք ուժեղ առաջնորդին և ուրեմն հունիսի 7-ին Աստծո օրհնությամբ և Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ մենք դուրս ենք գալու այս մղձավանջից, որովհետև միասին շնորհակալ եմ։